Այսօր հունիսի 17-ին Հայաստանում առաջին անգամ տոնում են հայրերի օրը։ Ամսաթիվը ընտրվել է հաշվի առնելով, որ շատ այլ երկրներում հայրերի օրը էլի ամռան այս ամսին են նշում։ Իսկ հայրիկները գիտեն, որ այսօր իրենց օրն է եւ ինչ են սովորեցրել իրենց երեխաներին։ Բարև ձեզ։ Գիտեք, որ այսօր հայրերի օրն է նշվում Հայաստանում։ Չէ, ճիշտ ասած չգիտեմ։ Չեմ ճիշտ ասած ոչ։ Ձեզ ոնց եմ իմանում։ Այսօր տեղյակ եք, որ հայրերի օրն է նշվում առաջին անգամ Հայաստանում։ Չէ, տեղակ չեմ։ Ամենակարևոր բանը, որ իրենց սովորեցրել եք, ո՞րն է եղել։ Հարգել, որ հարգված լինել։ Ազգասեր լինեն։ Հոգեբան Գոռ Եսայանը բացատրում է, թե ինչպես է ձևավորվում երեխայի պատկերացումները սիրո, տղամարդու եւ ընտանիքի մասին հենց հոր միջոցով։ Հայրիկի հենց մոդելով է ձևավորվում երեխայի մոտ, եթե մենք խոսում ենք աղջիկ երեխայի մասին, հետագա իր ընտրությունը, տղամարդու ընտրությունը հայրիկի կողմից փոխանցվում են նաև այն կարելիներն ու չի կարելիները, որ հետագայում մենք որպես նաև բնավորության գծեր ենք կարողանում դրանցով տեսնել, թե հին, թե նոր, այսպես ընտանեկան մոդելներում հայրիկի կողմից ավելի սառը պահվածք, օրինակ ինչ որ տարիքից աղջիկ երեխայի նկատմամբ։ Սա թերևս այն թյուր մոտեցումն է, որը որ կա դրված։ Հոգեբանը մի կարևոր խորհուրդ տվեց։ Մի զսպեք ձեր էմոցիաները, բարի, լավ զգացմունքները ձեր երեխաների նկատմամբ, կապ չունի տղա է թե աղջիկա։ Մի զսպեք, ուղղակի մի զսպեք, բնականon ձևով ցույց տվեք դա։ Եվ իմացեք, որ ձեր մոդելով է լինելու ձեր երեխայի ապագա ընտրությունը։ Իսկ ինչ պատմություն ունի տոնը։ Հայրերի օրը նշելու գաղափարը ծագել է 1909 թվականին։ Նախաձեռնության հեղինակը Սոնորա Սմարթ Դոդն էր, որ ցանկանում էր պատվել իր հորը՝ Ուիլյամ Սմարթին։ Նրա հայրը ամուրի էր եւ միայնակ մեծացրել էր իր 6 երեխաներին։ Մեր նկարահանող խմբում էլ կան հայրիկներ, որոնց պատմությունները հենց այս օրը հիշելու ու կիսվելու արժանի են։ Ունեմ 2 դուստր, երբես իրան առաջին անգամ ֆիզիկապես տեսած, ընդդատանով գրկեցի, կյանքս փոխվեց։ Աղջկաս անունը Անի է։ Հոկտեմբերի 31-ին նա կդառնա 9 տարեկան։ Ունեմ 2 դուստր, առաջնեկս երբ որ ծնվել, ես նկարահանման էի, նկարանու խումբը տենց հարցում են ինչ է եղել, ես տենց ասում եմ, հայր եմ դառնում, այսինքն ոնց հայր եմ դառնում, ուսանք սաղ ոգևորվում են։ Ինչ եք սովորել ձեր երեխայից։ Երեխաներից սովորել եմ չխաբել։ Անկեղծություն։ Ինքը ինձ սովորացնում էր, թե ոնց ChatGPT-ի միջոցով կարելի է հեշտ անել տնային առաջադրանքները։ Թերևս հենց հունիսի 17-ն է այն օրը, որ նրանց ասենք, շնորհակալ ենք ձեզ ձեր անսահման սիրո, խնամքի եւ ուժի համար, որ միշտ տվել եք մեզ։ Անի Հովհաննիսյան, Գևորգ Սյանոսյան, Reopen Media։